Բարի երեկո, եթերում օր լրատվականի հիմնական թողարկումն է եւ այսօր ծրագրում։ Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Գոր Գարեգինյանը, հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը շարունակվում է դեմի կողմնակիցները Ստեփանակերտում կողմի ճակատն շրջաններում է հանդիպումներ ունեցել։ Առողջապահության նախարարի եւ ազգային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու յոդի հագեցվածության հետազոտություն։ Պատասխանները ունենալուց հետո ունենանք հստակ տեղեկություն յոդի անբավարարություն կա արդյոք թե ոչ եւ կձեռնարկենք մեր հաջորդ քայլերը կանխելու Վանաձոր գեղձի հիվանդությունները։ Լավ եղանակների հույսով սառցակալման պատճառով Շուշիում ջրի խնդիրը սուր է։ Այսօր ժամը 11-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 1997 թվականին ծնված Գոր Համազասպի Գարեգինյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ Նախագահ Բակո Սահակյանի այսօր ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելի ցուցաբերած արիության համար ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գոր Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով, հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Իսկ փետրվարի 5-ին եւ լույս 6-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի ռադիկային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների։ Արցախի հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաղը ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ Հորադիզի հյուսիսում։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը Բուլղարիայից եւ Իրջի Աբերլեն Չեխիայից, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը Մեծ Բրիտանիայից։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ ԼՂՀ դատական դեպարտամենտից ստացված հաղորդագրության համաձայն փետրվարի 4-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի առաջին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափամամիջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը քննարկվել է դրամփակ դատական նիստում մեղադրյալի, նրա պաշտպանի եւ թարգմանչի մասնակցությամբ։ Դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափամամիջոց կալանավորում 2 ամիս ժամկետով։ 3 հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը։ Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիվերսիայի փաստի հիման վրա ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վարվող քրեական գործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկա։ Եվս մեկ պաշտոնական լուր, որ ստացել ենք նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ Վաղուհաս Հաթեր Քարվաճար շաբաթօրն այս երթուղին էր ընտրել ԱՅՈ-ի ճամբարի ներկայացուցիչներից Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը։ Այդ բնակավայրերն ընդգրկող ընտրատարածքը ներկայացնող ազգային ժողովի պատգամավոր Արմոծ Ատուրյանի ուղեկցությամբ։
Վաղուհասցիների եւ շրջակա գյուղերի բնակիչների հետ հանդիպումը փետրվարի 4-ին կայացավ։ Զրույցի տրամաբանությունը ամսաթիվը որոշեց։ Ուղիղ 1 տարի առաջ 2016 թվականի փետրվարի 4-ին է կայացել սահմանադրության բարեփոխումների հարցով խորհրդարանական ուժերի առաջին քննարկումը։ Աշոտ Ղուլյանը չի թաքցնում, մեկնարկը տրվեց այլ տրամադրվածությամբ, սակայն ապրիլյան պատերազմը բոլորովին այլ օրակարգ թելադրեց, հիշեցնելով, որ Արցախի առջև ծառացած մարտահրավերները չեն փոխվել։ Եվ այդ ժամանակահատվածը մեզ շատ բան է հուշել, ապրիլի իրադարձությունները շատ բան են փոխել մեր մտածողության մեջ եւ ցույց են տվել, որ հարցեր կա, որ մենք ժամանակին գուցե լավ չենք արել, որ ժամանակին ամբողջությամբ չենք արել։ Ակնկալիքներն առաջին հերթին գործադիր իշխանությունից են, որտեղ առկա երկվությունը դժվարեցնում է չկատարածի համար քաղաքական պատասխանատվության հստակեցումը։ Սահմանադրության հանրաքվեի դրված նախագծով երկրի նախագահը միաժամանակ նաև գործադիր իշխանության անմիջական ղեկավարը կլինի եւ քաղաքական պատասխանատվություն կկրի կառավարության աշխատանքի համար։ Թեման բացվեց Վաղուհասում, շարունակվեց Հաթերքում կայացած հանդիպմանը։ Արցախը նոր սահմանադրությամբ կդառնա նախագահական հանրապետություն, սակայն նախագահը միանձնյա չի կառավարելու։ Մենք ասում ենք ընդգծված նախագահական կառավարման մոդել, բայց մենք որևէ նոր լիազորություն չենք տվել գործադիր իշխանությանը։ Այնինչ եղել է կառավարության, վարչապետի, նախագահի լիազորությունների շրջանակում, այսուհետ լինելու է միայն նախագահի լիազորությունների մեջ։ Սա է տարբերությունը։ Հաթերքում կայացած հանդիպմանը նաև տեղական ինքնակառավարման համակարգում սպասվող փոփոխությունների մասին է խոսվել, ինչու համայնքի տարածքում ընդերքն ու ջրային ռեսուրսները չեն հանդիսանում համայնքային սեփականություն։ Հաթերքում հնչած այս հարցի ենթատեքստը գաղտնիք չէ։ Աշոտ Ղուլյանը հակադարձում է, բոլորը չէ, որ Հաթերքի պես հարուստ ռեսուրսներ ունեն, իսկ այս ոլորտում վերջնական հստակեցումները սահմանադրության ընդունումից հետո կլինեն մինչև 2019 թվականը։ Համատարած չեն կարող գրել, որովհետև այնպես չի, որ բոլոր համայնքները ջրային ռեսուրսներ ունեն, բոլոր համայնքները ընդերք ունեն, պիտանի, որպեսզի դա շատ ավելի կոնկրետ լինի, որ համայնքին է դա վերաբերում, դա արդեն պետություն եւ համայնք հարաբերությունների մեջ է կարգավորում։ Եթե ՏԻՄ ոլորտում վերջնական հստակեցումներին դեռ պետք է սպասել, ապա անմիջական ժողովրդավարության ոլորտում սպասվող փոփոխությունների հարցում ամեն ինչ պարզ է։ Ընտրողների որոշակի տոկոսը կարող է եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ սահմանադրությունում փոփոխություններ կատարել։ 2.5%, այսինքն 100,000 ընտրող ունենք, 2.500 մարդ կարող է ստորագրել եւ որևէ օրենքի նախագիծ ներկայացնել ազգային ժողով։ Հաջորդը մենք ընտրողների 5%-ի հնարավորություն ենք բացել, որ 5000 հոգի կարող են ստորագրել եւ սահմանադրության այս կամ այն հոդվածը ստիպել, որպեսզի ազգային ժողովը փոխի։ Եվ վերջինը, մեր ընտրողների 10%-ին, 10,000 մարդ կարող են ստորագրել եւ նախագահին ու ազգային ժողովին առաջարկել սահմանադրական փոփոխություններ կատարել ամբողջությամբ, լրիվ սահմանադրությունը կամ մասնակիորեն։ Օրվա հանդիպումներից վերջինը քարվաճառում կայացավ։ Աշոտ Ղուլյանը ոչ պատահաբար այստեղ ելույթը վերջից սկսեց սահմանադրության վերջին 175-րդ հոդվածից, որն Արցախի ներկա տարածքների անձեռնմխելիությունն է ամրագրում, տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարը պահելով։ Մեր երկրի այս մասի սահմանը, այս տարածքը դուք եք պահում եւ շատ կարեւոր է որ մենք հաստատ լինենք, որ մենք իմանանք ինչու համար ենք պահում, որ իմանանք որ ոչ մի բան չի փոխվելու, իմանանք որ այն ինչ որ մենք ունենք որպես նախնական մեր պատմություն, որպես Շահումյանի շրջան, նույնպես դա մենք ունենալու ենք մեզ համար որպես երազանք, որպես ծրագիր։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Ազգային վերածնունդ կուսակցությունը շարունակում է քարոզարշավը։ Կուսակցության ղեկավար Հայկ Խանոմյանը կոչ է անում նոր սահմանադրության նախագծին դեմ քվեարկել։ Այսօր հանդիպումը կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի հետ էր։ Ազգային վերածնունդ կուսակցությունը կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանց կարիքը չկա։ Գործող սահմանադրությունը ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը։ Գործող սահմանադրությունը գործում է 10 տարուց ավելի եւ գործող սահմանադրության գործունեության ընթացքում որևէ քաղաքական ճգնաժամ չի առաջացել սահմանադրության հետ կապված, որևէ ինստիտուցիոնալ կամ իրավական ճգնաժամ չի առաջացել։ Ըստ Հայկ Խանոմյանի նոր սահմանադրությունը ընդունելով նմանվելու ենք ավտորիտար ռեժիմներով երկրներին։ Նման հեռանկարը թույլատնելու է Արցախի միջազգային դիրքերը, ծնելու է անարդարության զգացում երկրի ներսում։ Սահմանադրական փոփոխություններով ժողովուրդն էլ հեռացվելու է որոշումներ ընդունելու գործընթացից։ Այս սահմանադրությամբ նախատեսվում է, որ այնուհետև սահմանադրության փոփոխությունները տեղի ունենալու ոչ թե համաժողովրդական հանրաքվեներով, այլ տեղի ունենալու ազգային ժողովի միջոցով, այսինքն ժողովրդի քաղաքական մասնակցության աստիճանը
իջնում են։ Քաղաքական իրավունքների սահմանափակմանը հաջորդելու է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը, ուստի ազգային վերածնունդ կուսակցության նախագահը կոչ է անում ոչ ասել նոր սահմանադրությանը։ Մարինե Մկրտչյան, Բենիկ Արախանյան, օր։ Մասնագիտական հանձնաժողովի Առողջապահության նախարարի եւ ազգային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչների միջև այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրապետության տարածքում իրականացնել յոդի հագեցվածության հետազոտություն։ Առողջապահության նախարարությունը պարտավորվում է աջակցել ծրագրի իրականացմանը եւ ստեղծել համապատասխան պայմաններ աշխատանքների լիարժեք կազմակերպման համար։ Յոդի անբավարարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասվում է էնդեմիկ տարածաշրջանի թվին։ Յոդի անբավարարության հետևանքով առաջանում են առողջական խանգարումներ։ Որպես հանրային առողջության հիմնախնդիր Կոլումբիայի համալսարանի եւ ազգային առողջապահության ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետազոտություն անցկացնել 8-ից 12 տարեկան երեխաների շրջանում։ Պատահականության սկզբունքով ընտրվելու է 30 դպրոց։ Հետազոտությունը տևելու է 2.5 ամիս։ Մի ամիս էլ պահանջվելու է պարզելու մեզի մեջ յոդի պարունակությունը որոշող հետազոտության արդյունքները։ Մոտ ունենալու ենք 900 նմուշ, ամեն դպրոցից 30 աշակերտ ենք հետազոտելու։ Այնուհետև պատասխանները ունենալուց հետո կունենանք հստակ տեղեկություն յոդի անբավարարություն կա արդյոք թե ոչ եւ կձեռնարկենք մեր հաջորդ քայլերը կանխելու Վանաձև գեղձի հիվանդությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում 100,000 բնակչի հաշվով 201.5 դեպքը ընկնում է յոդի անբավարարությամբ պայմանավորված Վանաձև գեղձի հիվանդությունները։ Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, քանի որ տվյալներ չունենք, փորձենք դա էլ պարզել։ Տևական ժամանակ է Շուշիում ջրի խնդիր կա։ Ցերեկային ժամերին բացի կիրակի օրերից քաղաքում ջրամատակարարում չի իրականացվում։ Պատճառը պարզ է եւ քաղաքային իշխանություններն իրավիճակը փոխելու բոլոր հնարավորություններն օգտագործել են։ Քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով այս դեպքում իրավիճակն ավելի շատ կփոխի եղանակը։ Օդի ջերմաստիճանի նվազման պատճառով սառցակալել են Շուշին սնուցող ջրի ակունքները։ Սա Շուշիի միակ ծորակն է, որից ցերեկային ժամերին կարելի է ջուր ստանալ, իսկ ջուրը քաղաքի գլխավոր ավազանում ամբարում եւ երեկոյան ժամերին մատակարարում են բնակչությանը։ Բնակիչներն արդեն գիտեն, որ ցերեկը ջուր չեն ունենալու։ Այս գրաֆիկով առաջնորդվում են արդեն տևական ժամանակ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Կենցաղում դժվարությունների պատճառ է սա։ Հավաքում ենք, պահեստավորում ենք, օգտագործում ենք արդեն 3 շաբաթ եւ խնդիրը նրանում է, որ ջուր համարյա չեն կարողանում նորմալ օգտվել, էլի, կենցաղային հարցերին։ Խնդիր, конечно, առաջացնում է, ասախ ջուրը առավոտից իրիկուն ջուր պիտի օգտագործենք։ Խնդրին Շուշիի քաղաքապետարանում տեղյակ են եւ պատկան մարմիններն այս ուղղությամբ աշխատանքները շարունակում են։ Միայն թե պատկերը մեծ հաշվով նույնն է, ասում է Շուշիի քաղաքապետը։ Արծվիկ Սարգսյանը մանրամասնություններին տիրապետում է։ Օդի ջերմաստիճանի նվազման հետ սառցակալել են քաղաքը սնուցող ակունքները եւ սպասվածից քիչ ջուր են ստանում։ Այն աղբյուրները, որտեղից որ ջուրը դուրս է գալիս, այդտեղ է սառեցված, իսկ քանի գնացել արդեն պակասել է ջրի մուտքը Շուշիում, դրա համար այսօրվա դրությամբ որոշել ենք, քանի անգամ հետազոտել ենք, որոշել, որ մշտական ջուրը, որ պիտի մատակարարվի ժողովրդին, արդեն ժամերով, գոնե գիշերային ժամերին մատակարարվում է ջուր, իսկ ցերեկային ժամերին կանգնեցվում է, որ գոնե եղած խողովակներում ջուրը չսառի։ Շուշիի քաղաքային իշխանության համար խնդիրն անակնկալ չէր, փոխարենն այս տարի ձմեռն ավելի սաստիկ է, հետո էլ քաղաքի բնակչության թիվը հիմա ավելի մեծ է, որքան շատ բնակիչներ այդքան ջրի սպառման մեծ ծավալ, դրան զուգահեռ քիչ կոչվող ակունքն այս օրերին չի աշխատում։ Մասնագետները մտավախություն ունեն, որ ջրի նվազման հետ գիշերային ժամերին կարող է վնասվել խողովակաշարը։ Այսօր կարող ենք նշել, որ բնակչությունն էլ է շատացել, փառք Աստծո, քանի գնում բնակչությունը շատանում է Շուշի քաղաքում, դա էլ է պատճառը, որ ջուրը չի հերիքում։ Իսկ եթե ջուրը չկանգնեցնենք, հետագայում ավելի շատ խնդիրներ կունենանք։ Հիմա Շուշին օգտվում է միայն Թադևոսի ջրատարից։ Քաղաքապետի խոսքով երրորդ խանի աղջիկ ակունքը չեն օգտագործում տեխնիկական պատճառներով։ Այստեղ շինարարական միջամտության կարիք ունեն։ Դրանից առաջ օրախնդիր է քաղաքի ջրի մաքրման կայանի հարցը։ Բերդաքաղաքում խնդիրը սուր է։ Նախնակը նախորդ տարել են, աղ են տեղադրել ջրակունքներում, մաքրումները մշտական կատարում է, ուղղակի այն որ ջուրը չկա,
Այդ է որ ջուր չի մոտ գործում դեպի խողովակները, դեպի այդ համապատասխան տարան, որտեղ որ ջուրը գալիս է։ Ընթացքում լավ կլինի իհարկե եւ պիտի նախատեսվի եւ պիտի իմ ասма միջոցներ ձեռարնի, որ երրորդ ջրագիծն էլ մի անվա։ Ընդհանրապես խանի աղջիկ ջրագիծն եթե մի անվա, ելի կարող ենք ասել, որ ոչինչ ապահովված կլինեն ջրով։ Առայժմ, երբ հարցն ամբողջությամբ լուծված չէ, բնակիչները նախապես պահեստավորում եւ ջուրն օգտագործում են ցերեկային ժամերին, բայց քաղաքի զգալի մասը մի քանի տարի առաջ անցել է շուրջօրյա ջրամատակարարման։ Պարզվում է տարաները կրկին պիտանի են, իսկ այլ տարբերակ շուշեցիները չունեն։ Ջուրը պահելի դեղ չունի, ոչ վաննա, ոչ փչան, ոչ մի բան։ Առավոտ օրը ժամը 15 դրամա, մինչև իրիկունը ժամը ուրեմն 8 Հա, դե մի քիչ վերցնում եք յոլակին, դե այդքանը։ Ասենք մի վեդրո, երկու վեդրո խնդրում են, բերում են, այդպես յոլա գնալու համար, էլ խմելու համար։ Շուշիում հուսով են, որ օդի ջերմաստիճանի բարձրանալուն պես խնդիրը լուծվելու է։ Փոխարենը չի բացառվում, որ այն կրկնվելու է ամռանը արդյունակոնքների ցամաքման պատճառով։ Նարեկ Սահակյան, Բենիկ Ղարախանյան, օր։ Ռասիա ակումբը շարունակում է բիլիարդի բաց առաջնությունների շարքը, հերթականը մեկնարկեց 3։ Գեղեցիկ ու հետաքրքիր այդ մրցապայքարում ընդգրկված են 48 հոգի, որ մեր երիտասարդներն անտարբեր չեն մարզաձևի հանդեպ, վկայում է տարեստարի ավելացող մասնակիցների թիվը։ Այս անգամ պայքարը ծավալվելու է 4 օր, Նևսկու Բուրգ խաղաոճում։ Չխախտելով ձևավորված ավանդույթը նախ լուսանկարվում, հետո միայն անցնում է վիճակահանությանը։ Վիտալի Բալայանն այս անգամ ոչ միայն մրցապայքարի մասնակից է, այլև ստացնում է մրցավարի պարտականությունները։ Եթե նախորդ մրցաշահերում պայքարում էին հիմնականում մոսկովյան բուրգի կանոններով, ապա այս անգամ բիլիարդի առաջնությունն անցկացվում է Նևսկու Բուրգ խաղաոճով, որն էլ իր բարդություններն ու հետաքրքրություններն ունի։ Այս խաղը Նևսկի Բուրգը որը կա, ավելի դինամիկ խաղ է։ Ավելի հետաքրքիր է։ Սա յուրահատուկ է դրանով, որ հնարավորություն է տալիս քո խփած վերցնես եւ ոնց ասած քո ուզած տեղից դնես եւ նորեկների համար շատ մեծ հնարավորություն է ինչ-որ մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Սերգեյ Ռոսիա ակումբի կողմից կազմակերպված բիլիարդի 5-րդ առաջնությանն է արդեն մասնակցում։ Հաջողություններ ունեցել է, մեկ անգամ գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը, 2 անգամ էլ 3-րդ մրցանակային հարթակը։ Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունում նույնպես մրցանակային տեղ է նվաճել։ Այս անգամ էլ հաղթանակի հույսով է պայքարում, բայց եւ չի թերագնահատում մրցակիցներին։ Բոլոր մասնակիցները շատ ուժեղ խաղացողներ են, շատ լուրջ զբաղվում են այս սպորտաձևով։ Ուզում եմ բոլորին շնորհավորեմ եւ շնորհակալություն հայտնեմ իհարկե բոլոր կազմակերպիչներին։ Այս անգամ մտածեցինք, որ միջազգային կանոններ նաեւ մտցնենք խաղի մեջ։ Եվ իսկ թվում է արդեն ժամանակն է այդ կանոնները մտցնելու համար։ Բիլիարդը ճարպկություն, դիպուկություն եւ հնարամտություն է պահանջում, ասում են մեր մարզիկները պարտավոր են տիրապետել բոլոր կանոններին ու նորմություններին, առավել եւս երբ Ռոսիա ակումբը նախատեսում է առաջիկայում կազմակերպել նաեւ Արցախի բիլիարդի բաց առաջնություն, Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությամբ։ Լեռնային Ղարաբաղում շատ մեծ թիվ են կազմում արդեն բիլիարդի սպորտով զբաղվողները եւ կան անտարբեր չեն եւ կան շատ խաղացողներ, որոնց մեջ կա այդ գենետիկորեն տված այդ խաղային ընդունակությունները, չենք դուրս եկել հələ որ մեծ մրցաշարների միջազգային, բայց ես հուսով եմ եւ շատ վստահ եմ, որ մեր խաղացողները շատ մեծ արդյունքների կհասնեն։ Իսկ ինչ վերաբերում է մեկնարկած առաջնությանը, ընդգրկվել են 48 հոգի, պայքարը սկսվել է 8 ենթախմբով, առաջատարները խաղը կշարունակեն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում։ Лучшая восьмерка будет вознаграждена։ Լավագույն ութնյակը կպարգևատրվի։ Առաջին հորիզոնականի համար նախատեսել ենք $1000 եւ գավաթ, երկրորդ հարթակի համար 700, երրորդ մրցանակային տեղի համար 500, իսկ չորրորդ տեղը զբաղեցնողը $300 կստանա։ 5-ից 8-րդ հարթակների տերերն էլ $100 կստանան։ Գումարած դրան պատվոգրեր նաեւ կի լավագույն սերիայի համար։ Грамоты, кубки и ки за лучшую серию։ Թե 48 մասնակիցներից ով ինչ կնվաճի, պարզ կլինի քառորյա մրցապայքարի ավարտին։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ես ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։ SBS-ը հետերերում է 10% 10-օրյա զեղչ, մանրացախ առևտուր մեծացախ գներով, ներսի և դրսի դռներ, մանրահատակ, լամինատե և փայտե,
Խնայեք ձեր ժամանակն ու ֆինանսական միջոցները։ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց տեղումների եղանակ։ Վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հյուսիս-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 0-ից 3, ցերեկը 7-ից 12 աստիճան տաքություն։